Հաճախ հիմնական դեպքերում ցանկալի է, որպեսզի բուժառուն մոտենալուց, հետազոտության մոտենալուց ունենա նախնական ցուցում։ Ամեն դեպքում Այսինքն, գրագետը որպեսզի, սա է։ այո, դա ամենաճիշտ մոտեցումն է իմ կարծիքով, որպեսզի թե ռադիոլոգը, թե պացիենտը հասկանան, թե ինչ ենք փնտրում, ինչի համար ենք փնտրում եւ որտեղ ենք փնտրում։ Գալիս են բուժառուներ, որոնք նշում են խնդիրներ եւ իրենք իրենց որոշում են, որ իրենց անհրաժեշտ է ինչ-որ հատվածի MRT հետազոտություն։ Իհարկե մենք չենք մերժում, որովհետեւ ցանկացած պարագայում հետազոտությունը, քանի որ անվնաս է եւ ինֆորմատիվ, երբեք ավելորդ չէ, այո, ինչ-որ հատվածի MRT հետազոտություն։ Իհարկե մենք չենք մերժում, որովհետեւ ցանկացած պարագայում հետազոտությունը, քանի որ անվնաս է եւ ինֆորմատիվ, երբեք ավելորդ չէ, այո, գոնե մենք կարողանում ենք հոգեբանորեն բուժառուին հանգստացնել կամ, չգիտեմ, ինչ-որ ինֆորմացիա տալ, որի ֆոնին կամ ուղղորդել, այո, շատ հաճախ անգամ որպեսզի իրենք ել առավել հստակ իրենց բուժումը կազմակերպեն, ավելի ճիշտ ուղղությամբ փնտրեն իրենց խնդիրները։ Եկեք նշենք ինչու է դա կարևոր, որովհետև նույն կլինիկական դրսևորումներով մենք կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ։ Այսինքն, օրինակ, կինը դիմում է, ունի փոքր կոնքում տհաճ ցավի ձգող զգացողություն, հաճախամիզություն, մռմուռով, բայց նաև նշում է արյունային արտադրություն, ունի նաև աղիների հետ կապված գործունեության դժվարություններ, այստեղ արդեն միանշանակ MRT-ն շատ ավելի ինֆորմատիվ է, էլի կարող ենք ասել, որովհետև մենք պետք է իրականացնենք ձիվ դիագնոստիկա, դիֆերենցիալ դիագնոստիկա, որտեղ այս նույն գանգատներով մենք կարող ենք ունենալ խնդիր եւ ձվարանների հետ, մենք կարող ենք ունենալ եւ արգանդի քաղցկեղի խնդիր, եւ կարող ենք ունենալ ձվարաններում խնդիր, կարող ենք ունենալ աղրու հետ կապված խնդիր, թե ուռուցքային, թե պարզապես ենթադրենք սիգմոաձև աղին նորմայից ավելի երկար է եւ բոլոր այդ խնդիրները դրա պատճառով են։ Կարող լինի այդպիսի պրիմիտիվ, բայց այդ ամեն ինչի տակ կարող է թաքնված լինել շատ լուրջ խնդիր։